Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել, մեկնաբանել, կիսվել, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը։ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Քլարք համալսարանի հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր տնօրեն թուրք պատմաբան Թաներ Ակչամը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում ներկայացրել է իր ցեղասպան պետության ակունքները գիրքը, որը հայերեն է թարգմանվել անգլերենից եւ ներկայացնում է Օսմանյան կայսրության մայրամուտը եւ նորաստեղծ Թուրքիայի հանրապետության ձևավորման պատմությունը 1918-ից 1923 թվականներին։ Նա նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարացումը հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն նախապայմանն է։ Իդեպ Ակչամը հեղինակել է հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ։ Իր նոր գրքում պատմաբանը քննադատել է Թուրքիայի հանրապետության 100-ամյա պատմությունը, ընդգծելով ժողովրդավարության պակասը։ Ակչամը իր գրքում նաև կոչ է արել Թուրքիային պատմությունը դիտարկել նոր տեսանկյունից, ընդունելով անցյալի սխալները։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր միկրոբլոգում գրել է. 1915 թվականին ավելի քան 1.5 միլիոն հայ է սպանվել։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց անունները եւ պատմությունները երբեք չմոռացվեն։ Մենք միանում ենք հայկական համայնքներին Կանադայում եւ ամբողջ աշխարհում հիշելու եւ հարգելու նրանց, ովքեր շարունակում են ապրել ցավով եւ կորստի ողբերգությամբ։ Այսօր մենք ճանաչում ենք նաև Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում, գրել է նա։ Կանադայի արտաքին գործերի նախարարը իր գրառումը ավարտել է հայերեն արտահայտությամբ՝ հիշում ենք եւ պահանջում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն շեշտել է, որ պատմությունը վկայում է, որ զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը եւ չընդունումը մեծացնում է դրանց կրկնության վտանգը։ Պատգամավորի գնահատմամբ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլ նաեւ բարոյական խնդիր։ Ըստ Ինյարիտուի միջազգային հանրությունը պետք է ամուր եւ սկզբունքային դիրքորոշում ունենա եւ պետք է բազմակողմանի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա, բացելու իր արխիվները եւ ընդունելու իր նախնիների մեղքերը։ Կայուն խաղաղությունը կարող է կերտվել միայն ճշմարտությունից, հավելել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Ավստրալիայի նոր հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր խորհրդի անդամ Քրիս Ռաթը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ավստրալիահայերը հիշում են 110 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները։ Դաշնային կառավարությունը պաշտոնապես պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ սատարի հայ համայնքին, հավելել է Ավստրալիայի նոր հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր խորհրդի անդամ Քրիս Ռաթը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Բաքվում Ադրբեջանի պետական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, նշելով, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղ ունենա երկրների տարածքային ամբողջականության ընդունման հիման վրա։ Ըստ նրա, Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում։ Փեզեշքյանը նաև ասել է, որ Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները եւ միևնույն ժամանակ պաշտպանում է նաև Հայաստանի իրավունքները։ Նա նշել է նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային եւ տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական եւ առևտրային հարաբերությունները կարգավորվեն երկու կողմերի իրավունքները հաշվի առնելով։ Արձագանք հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Նկարահանումներ եւ լուսապատկերներ, դրոն, ֆոտոբուֆ եւ այլ ծառայություններ։ Վերջին 3 տարում մեր նկարահանումները ճանաչվել են լավագույններից Միացյալ Նահանգներում։ Այցելելով մեր կայքը www.amvideophoto.com կտեսնեք ժամանակակից հնարքներով ստեղծված գեղեցիկ աշխատանքները։ Առաջարկում ենք ճկուն գներ եւ մասնավոր զեղչեր մեր հեռուստադիտողների համար։ Զանգահարեք մեզ այսօր 917 446 7375 հեռախոսահամարով ձեր միջոցառումը անմոռանալի դարձնելու համար։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է, որ եթե անձը վիզայով սահմանված ժամկետից երկար մնա երկրում, ապա նրա մուտքը Միացյալ Նահանգներ կարող է ընդմիշտ արգելվել։ Ըստ դեսպանատան գրառման, հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի է Միացյալ Նահանգների մուտքի եւ ելքի տվյալները եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները, այնպես որ խորհուրդ է տրվում պահպանել օրենքը, ասված է Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։